Վստահության նոր չափանիշ կառուցապատման եւ անշարժ գույքի ոլորտում։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է գնորդի վճարումների ապահովագրություն միջազգային երաշխիքով եռակողմ հուշագրի կնքման արարողությանը։ Սա կառուցապատման շուկայում նոր արարություն է, որը 100%-ով երաշխավորում է բնակարանների գնորդների տարաժամկետ վճարումների վերադարձը կառուցապատողների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման դեպքում։ Գաղտնիք չէ, որ կառուցապատումը երկրի տնտեսության լոկոմոտիվ ճյուղ է եւ մեր երկրի հնայում մինչեւ 21-21.5% դերակատարում ունեցող ռազմավարական եւ անվտանգային տնտեսական ճյուղ է եւ պետք է արձանագրել, որ այսօր կառուցվում են հազարավոր, տասնյակ հազարավոր բնակարաններ Երևանում եւ Երևանից դուրս եւ այդ բնակարանները ներառող շենքային համալիրներից անշարժ գույք ձեռք բերելիս գնորդները լուրջ մտահոգությունների առջև են կանգնում, ինչպես ընտրություն կատարել, ինչ անվտանգային երաշխիքներից օգտվել, որպեսզի հնարավոր ժամանակավոր անվճարունակության ռիսկերից խուսափեն կամ ուշացումներից կամ այլ ռիսկային գործոններից խուսափեն։ Եռակողմ հուշագիրը ստորագրվեց Art Company կառուցապատող ընկերության, Argo Realty անշարժ գույքի գործակալության եւ FS ապահովագրական ընկերության միջև։ Բոլոր պարտավորությունները վերաապահովագրված են Լոնդոն մարքեթում գործող ավարկանիշ ունեցող առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից։ Այս համագործակցության շնորհիվ գնորդները ստանում են առավելագույն ֆինանսական անվտանգություն, իրենց ներդրումների 100%-ով պաշտպանություն։ Կան ապահովության գործիքներ հանձինս հատուկ հաշվի մնացորդների, որը որ պետությունը պարտադրում է քաղաքացիական օրենսգրքի համաձայն, որ կառուցապատողը հատուկ հաշվին սառեցնի, բայց դա ընդհանրապես ստացված գումարի 50%-ն է։ Եվ շատ հաճախ լինում է, երբ որ կառուցապատողը աստված ոչ անի ձախողվի, նախ այդ 50%-ը ընդհանրապես վճարած գումարի կեսն է, երկրորդը տարիներ կարող է տևի, մինչև որ գնորդը իր գումարները հետ ստանա։ Իսկ մեր մոտ ստացվել է այնպիսի մի գործիք, որ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում է տրված կանխավճարները, ամբողջ գումարը 30 օրվա ընթացքում ապահովագրողը եթե վերադարձնում գնորդին։ Դա մեծ նվաճում է մեր գնահատականով եւ ինքը իրական կյանքում նոր նշաձող է։ Շատ կարևոր է, որպեսզի կառուցապատող ընկերությունները ունենան թափանցիկ աուդիտ արած հաշվետվություններ, գործընթացներ եւ օպերացիոն ռիսկերը, այսինքն մենեջմենթի կառավարման ռիսկերը, որը որ Art Company-ի պարագայում մենք տեսել ենք, անձամբ օգտվել ենք, երկար բազմամյա տարիների փորձ կա, թիմ կա, հոգատար մարդիկ կան, որ այդ ամեն ինչը կյանքի են կոչում եւ իրականացնում հանձնում մեր քաղաքացիներին։ Դրա համար մեր առաջի ֆլագման պարտներ ընկերությունը հանդիսացավ Art Company ընկերությունը։ Շատ լավ համագործակցություն սկսվեց Art Company-ի եւ FS ապահովագրականի հետ, FS առաջատարներից եւ համաձայնվեց ռիսկի գնալ, իրոք ռիսկային է, առաջինը լինել, ապահովագրել, բայց ասեմ ձեզ, հիմա ծրագիրը պիլոտային է, կարելի ասել երկու նախագիծ ենք անում, որը կառուցապատում է Art Company-ին, որին մենք 100% վստահում ենք առաջատարներից է ու խնդիրներ չեն լինի։ Հետագայում եւս նախագծեր կմիանան այս ծրագրին եւ այլ կառուցապատողներ, բայց նրանք բոլորը պետք է համապատասխանեն այդ չափանիշներին, որպեսզի մենք նպատակահարմար գտնենք նրանց էլ այս շրջանակներում թույլատրենք վաճառել իրենց գույքը եւ ապահովագրեն այն։ Art Company ընկերությունը հանդիսանում է նաև կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ։ Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը լիահույս է, որ կառուցապատման շուկայում վստահելիության եւ թափանցիկության նշաձողը օրինակելի կլինի նաև կառուցապատող այլ ընկերությունների համար։ Քաղաքաշինական ծրագրի էվոլյուցիայի պատմության մեջ սա կարևոր ձեռքբերում է, կարևոր նշաձող է եւ հայկական մշակույթի մեջ առաջին դեպքն է սա քաղաքաշինության պատմության մեջ եւ ուրախությամբ արձանագրում ենք, որ դա իրականացվում է հենց ասոցիացիայի խորհրդի անդամ Art Company ընկերության ջանքերով, նախաձեռնությամբ եւ ողջունելի է եւ լիահույս ենք նաեւ, որ մոտ ապագայում սա լավ օրինակ կծառայի նաեւ այլ կառուցապատողների համար եւս, որպեսզի գնորդների ռիսկերը հնարավորինս ապահովված լինեն։ Կառուցապատողների ասոցիացիան միավորելով Հայաստանի առաջատար կառուցապատողներին ապահովում է պետություն մասնավոր երկխոսությունը, լուծում է կառուցապատողների առջև ծառացած խնդիրները եւ մշակում նոր քաղաքականություն ոլորտի զարգացման համար։
Այս համագործակցությունը նույնպես վառ օրինակն է այն բանի, թե ինչպես է հնարավոր համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնել գնորդների անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Մեր ջանքերով եւս պետության գործընկերների, կառավարության գործընկերների հետ մեկտեղ եւս բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կամ այլ նախաձեռնություններ են իրականացվում սպառողի լավագույն շահը հնարավորինս պաշտպանելու ուղղությամբ։ Եվ սա այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականություններից մեկն է, ինչը եւս մի անգամ ողջունելի է եւ մեծ ակնկալիք եւ հաստատական վստահություն ունեմ, որ այո, մոտ ապագայում սա իր դրական ազդակները ամբողջ շուկայի վրա արդեն իսկ տեսանելի կլինի եւ այլ կառուցապատողներ եւս այս լավ օրինակը տեսնելով կգործադրեն լավագույն ջանքերը նման ապրանքներ եւ նմանատիպ գնորդների ռիսկերը կանխարգելող այլ ապրանքներ ներգրավելու հարցում։